Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման ՀՀՄ կենտրոնական գրասենյակում աշխատանքային եռուզեռ է։ Աշխարհասփյուր հայ երիտասարդությանը համախմբող Երևանյան գրասենյակը պատրաստվում է կառույցի 25-ամյակին նվիրված համահայկական ուխտագնացությանը։ Այս օրերին հայրենիքում է նաև ՀՀՄ հոգևոր առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը։ Կենտրոնական գրասենյակում Սրբազանի հետ քննարկվեցին գլխավոր ուղղությունները, հստակեցվեցին մեխանիզմները, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն աշխատանքների կազմակերպումը։ Հոգևոր առաջնորդն անձնվեր եւ նվիրյալ աշխատանքի համար իր գնահատանքը հայտնեց գրասենյակի աշխատակազմին։ ՀՀՄ ուխտակնացությունները առաջին հերթին հրաշալի առիթներ են, որ մենք հավաքական աղոթքով, հավաքական ուխտակնացությամբ ավելի մոտ ենք Աստծուն։ Ավելի զգանք հայրենիքի ներկայությունը մեր կյանքի առաքելության մեջ, ավելիով ապրենք Սուրբ Էջմիածնի խորհուրդը, ավելիով նաև մեր մեջ զգանք պատկանելիությունը, թե Աստծո կպատկանենք, թե եկեղեցուն կպատկանենք, թե հայրենիքը նաև մեզ հրավիրող մշտական ներկայությունն է, սրբություն, սրբոցն է եւ մանավանդ ՀՀՄ ճանապարհով գգաբվին մեկս մյուսին։ Դեռևս անցած տարվանից նախապատրաստական աշխատանքները սկսվել են եւ Հայաստանի Սփյուռքի թեմերը արդեն տեղեկացվել են 2025 թվականի հոբելյանական համահայկական ուխտագնացության մասին։ Արդեն իսկ մշտական կապի մեջ ենք մեր բոլոր պատասխանատուների հետ, վերջնական թիվը ունենալուց հետո կազմակերպչական աշխատանքները արդեն մայիսից կընկնեն իրենց բուռն ընթացքի մեջ։ Համահայկական ուխտագնացությունների կազմակերպչական աշխատանքների ընթացքում ՀՀՄ կենտրոնական գրասենյակի աշխատակազմին եկեղեցու երիտասարդական միություններից բազմաթիվ կամավորականներ են միանում։ Սևակ Պապոյանը որպես բժիշկ 2019 թվականից կամավորագրված է ՀՀՄ-ում։ Մասնագիտական իր թիմով մասնակցել է համահայկական ուխտագնացություններին եւ ըստ անհրաժեշտության օգնություն ցուցաբերել։ Մենք մի բժշկական խումբ ենք, որոնք տարբեր օգնություն են առաջի բժշկական օգնություն են ցուցաբերելու, որովհետև տարբեր ջերմաստիճանի բարձրացման հետ կապված ալերգիաների շատ երիտասարդներ ունենում են խնդիրներ եւ վստահաբար բարդությունները կանխարգելելու համար առաջին հերթին պիտի առաջի բժշկական օգնությունը ցուցաբերենք նրանց։ Դեպի մայր հայրենիք եւ Սուրբ Էջմիածին 2025 թվականի համահայկական ուխտագնացությունը կրելու է հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ խորագիրը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ պատմական այլ սրբավայրեր այցելություններից, ժամանցային ծրագրերից բացի հայրենիքում մեկտեղված երիտասարդները կմասնակցեն նաեւ ընտանիքի թեմայով աշխատարանների։ 25-ամյակը դա հոբելյանական թիվ է եւ բավականին մեծ շուկով ենք նշելու եւ մասնակիցների քանակն է ավելի մեծ լինելու եւ նախապատրաստական աշխատանքները ըստ այդմ ավելի մեծ են եւ ավելի պատասխանատու, հետեւաբար մենք ամեն բան անում ենք, որ մեր մասնակիցները ավելի հետաքրքիր ժամանակ ունենան հայրենիքում եւ սա եզակի հնարավորություն է, որ ամբողջ աշխարհից երիտասարդները հավաքվեն իրենց մայր հայրենիքում, բնորանում, տեսնեն իրար, փորձի փոխանակում անեն եւ վայելեն հայրենիքում գտնվելու այս օրերը։ Բոլոր նրանք, ովքեր ֆիզիկապես ներկա չեն լինի այդ ուխտագնացությանը, պիտի տալ նաեւ իրենց հնարավորություն, որպեսզի կարողանան ներքին այդ կապը եւ մասնակցայնությունը իրենց հոգեվոր իմաստով գոնե ապահովել։ Հայ եկեղեցու աշխարհասփյուր բոլոր թեմերը ամիսներ շարունակ պատրաստվում են համահայկական ուխտագնացությանը եւ ՀՀՄ կենտրոնական գրասենյակն ակնկալում է մի քանի 100 մասնակցի ընդունել։ Հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ համահայկական ուխտագնացությունը հուլիսի 2-ից 7-ը հարյուրավոր երիտասարդների Հայաստանից եւ Սփյուռքից կմեկտեղի հայրենիքում։ Լուսինե Բալյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։